Ավտոբուսներով Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ուսուցիչների աշակերտների են բերել ԿԳՄՍ-ն քննություն է սկսել, կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարվել է զգուշացնող հայտարարություն տարածելով։ Հայ-բելարուսական նոր սկանդալի է գնում Նիկոլ Փաշինյանը։ Գագիկ Ծառուկյանի որդուն Բելարուսից Հայաստան բերելու սպառնալիքներից հետո Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ծառուկյանին ձայն տվողը Լուկաշենկոին է ընտրում։ Սպանդ Լիբանանում Գազայի օրինակով Իսրայելի պատերազմի հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 3000-ի։ Թրամփը Իրանի հարցում Չինաստանի օգնության կարիքը չի տեսնում, մինչ նավերը ելքեր են փնտրում Հորմուզի նեղուցում։ Երևանում ժամը 19 է, բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, ուղիղ եթերում ձեր սիրելի հաղորդումն է իրականում ու պարզ։ Կաղավարում են Դավիթ Գենջոյանը եւ Տարոն Կողլիկյանը։ Ողջույն հարգելի հետևորդներ, նախքան անոնսված թեմաներին անդրադառնալը հիշեցնեմ, որ մեզ կարող եք դիտել ուղիղ եթերով 21 TV News-ի YouTube-յան ալիքում, 21 TV-ի Facebook-յան պաշտոնական էջում, ինչպես նաեւ կարող եք հետևել մեր հարթակներին, որպեսզի լինեն կապի մեջ։ Կոտայքի մարզի 52 պարեկի հեռացրել են աշխատանքից Գագիկ Ծառուկյանի հետ կապ ունենալու պատճառով սկանդալային այս տեղեկությունը հայտնել է Ծառուկյանը այսօր քարոզարշավի ընթացքում ներքին գործերի նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։ Երկրորդ օրն է Գագիկ Ծառուկյանի, նրա որդու, ընտանիքի մյուս անդամների հասցեին Նիկոլ Փաշինյանը կոշտ սպառնալիքներով խոսում է եւ այսօր մասնավորապես Փաշինյանը անդրադարձել է Ծառուկյանի որդուն, որը ինչպես գիտենք մոտ 2 տարի է ենթադրաբար թաքնվում է հայ իրավապահներից Բելարուսում եւ Փաշինյանը այսօր ասել է, թե Ծառուկյանին ձայն տվողը ընտրում է Լուկաշենկոին։ Ես կոնկրետ ասում եմ, չնայած դա միջպետական տրամաբանությամբ բան չի, այդքան էլ տեն չի, բայց ով որ քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին, ուղիղ ձայնա տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյին։ Փաշինյանը այս մասին այսօր խոսել է գրեթե իր բոլոր հանդիպումների ընթացքում, նա այսօր Շարագածոտնի մարզով էր քարոզարշավի դուրս եկել եւ ինչն է նպատակը, ինչու հանկարծ Փաշինյանը հիշեց Գագիկ Ծառուկյանի որդուն։ Նման ոճի հայտարարությունների նպատակն է հիմնականում լինում մարդկանց մեջ արթնացնել զգացմունքներ, կապ չունի ինչ զգացմունք է դա, կարող է լինել բարկություն, վախ կամ հույս, որ որևէ փոփոխություն կարող է լինել։ Հետաքրքիր է, որ այդ ամենը շեղում են մարդկանց գլխավոր խնդիրներից, այսինքն ուղղակի ինչ-որ էմոցիոնալ հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից, դրանց գործիքակազմը հիմնականում բարձր գոռալը, կտրուկ ժեստերը եւ փրկչի կերպարն է, ինչպես մենք տեսնում ենք, եւ որքան էլ որ զարմանալի է, ես խոսում եի նոր էմոցիոնալ պոպուլիզմի մասին, որը գիտականորեն նման կերպ է սահմանվում։ Էմոցիոնալ պոպուլիզմի իհարկե այսպես ուրեմն վարժություններին վստահ ենք, որ Փաշինյանը տիրապետում է, վերլուծաբանները կարծում են, որ այսպես Փաշինյանը լավ իմանալով, որ Ծառուկյանի որդուն բերելը հնարավոր չի լինելու, այսօր հիշում է Լուկաշենկոին եւ հայտարարում, որ եթե դուք Ծառուկյանին եք ընտրում, ապա ձայն եք տալիս Լուկաշենկոին, այդպիսով հայ հասարակությանը նորից տրամադրելով Բելարուսի նախագահի դեմ, որը առիթը տվել է, որ հայ հասարակությունը նրա մասին շատ լավ կարծիք չունենա բնականաբար, բայց չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ գործող Հայաստանի վարչապետն է եւ նրա հայտարարությունները ընկալվում են որպես պետության հայտարարություններ, իսկ մեր հայրենակիցները մոտ 30,000 հայեր են ապրում Բելարուսում եւ անցած տարի էլ մենք այնտեղ առաջին անգամ Բելարուսի տարածքում բացվեց հայկական եկեղեցի եւ բնականաբար մենք այս տեսակ հայտարարություններով նաեւ թիրախավորում ենք մեր հայրենակիցներին, որոնք այնտեղ ապրում են եւ իդեպ այնտեղ ապրում են նաեւ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների որոշ մասը։ Այո, նման հայտարարությունները երկրի ղեկավարի կողմից այդքան էլ հաջող որոշում չէ, հատկապես դա կարող է ազդել արտաքին քաղաքականության վրա եւ այո, Բելարուսը բազմիցս իր թե ղեկավարի թե տեղակալների մակարդակով նման հայտարարություններ արել է եւ տեղի ունի, այսինքն օգտագործվում է այդ փաստը, որ կա բավական լարված հարաբերություններ եւ մարդկանց մեջ այդ կարծիքը եւ դիպուկ օգտագործում է սեփական շահերի համար ցավոք սրտի։ Ծառուկյանը այսօր նաեւ խոսել է, ներողություն, Փաշինյանը այսօր նաեւ խոսել է
Ծառուկյանի փեսայի առանձնատան մասին, որը բռնագրավել է դատախազությունը, լսենք։ Կուտակի նախկին մարզպետի եւ որ նույնը ինքն է Գագիկ Ծառուկյանի փեսայի առանձնատունը իր ամբողջ տարածքով սեփականացրեց։ Եվ այդ տունը հիմա իրանը չէ, տունը հիմա ձերն է, ժողովուրդ։ Փաշինյանի այս հայտարարությունը ինձ հիշեցրեց դեռ 2018-ի իր արած մի նման պոպուլիստական հայտարարություն, երբ բողոքող քաղաքացիներ էին հավաքվել կառավարության դիմաց եւ նրանք պահանջում էին Փաշինյանի հետ հանդիպում, այդ հանդիպումը տեղի չէր ունենում եւ նրանք հարվածում էին կառավարության այդ գլխավոր դռանը եւ լրագրողները ներսում Փաշինյանին հանդիպում են, ասում են, որ քաղաքացիները հարվածում են կառավարության դռանը, ասում են, դե իրենց կառավարության դուռն է, ինչ կուզեն, էդ էլ կան է։ Եվ հիմա մենք գիտենք, որ նույն այդ կառավարության դուռը ազգային ժողովի դարպասները, որոնք իբրև թե բացվել էին որպես ժողովրդավարության ապացույց, այսպես զոդվել են, փակվել են ճաղավանդակներով, շատ ամուր ներսից փակել են ժողովրդի առաջ ու սա եւս մեկ ապացույցն է նրա, որ իսկապես Նիկոլ Փաշինյանը փորձում է վերադարձնել այն իմիջը կարծես թե որը ուներ 2018-ին, այսպես բաց ժողովրդավար, բայց այն վերջին 8 տարիներին տեղի ունեցածը, երբ վերհիշում ես, հասկանում ես, որ այս ամեն ինչը այսպես շատ տխուր է, քան հավատալի կամ զվարճալի։ Այո, դա դիտավորյալ քաղաքականություն է, դա հետաքրքիր է, որ քաղաքագիտության եւ փիլիսոփայության մեջ դա բազմիցս ասվել է եւ նոր ժամանակներում չէ, նույնիսկ հայտնի փիլիսոփաներից Պլատոնն է ասել այդ ամենի մասին, ասվում է, որ պոպուլիստը նման է հրուշակագործի, որ տալիս է քաղցրավենիք կամ հաճելի բաներ, դա հաճախոսություններն է կամ էմոցիոնալ ճառերն է, մինչդեռ իրական առաջնորդը պետք է տա դեղորայք, որը կարող է դառը լինել, ինչը հաճելի չէ մարդկանց, այսինքն դա տեսնում ենք, որ լավ դիպտավորյալ եւ լավ մտածված քաղաքականություն է, ցավոք չի նպաստում ընդհանուր Հայաստանի շահերին, եթե այդ ամենը նպաստեր Հայաստանի շահերին, այլի կարելի էր ընդունել այդ ամենը։ Դավիթ, այսօրվա Փաշինյանի քարոզարշավը, որը այս պահին է դեռ շարունակվում է Արագածոտնի մարզում, մի մեծ սկանդալի առիթ է դարձել, մասնավորապես Արագածոտնի գյուղերից ուսուցիչների, աշակերտների ավտոբուսներով բերել են ապարան, մասնակցելու Փաշինյանի հետ հանդիպմանը, նաև մի լուսանկար է համացածում տարածվել, որ աշակերտները դպրոցի բակում կրում են քաղաքացիական պայմանագրի քարոզչական վերնաշապիկները եւ այս առիթով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարել է, թե դեպքի վերաբերյալ քննություն կանցկացնի եւ կկիրառի օրենքով սահմանված հետևանքները համապատասխան լիազոր մարմնի հետ համատեղ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նույնպես արձագանքել է դեպքին, հիշեցրել, որ արգելվում է նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, բժշկական կազմակերպությունների, ուսումնական, նախադպրոցական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։ Ես կարծում եմ, որ ինչպես նախորդ բոլոր դեպքերում այս դեպքում էլ որևէ իրավական հետևանք վրա չի հասնի, որովհետև մենք օրինակ գիտենք, որ օրեր առաջ պարզվեց, որ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ, ով նույնպես գտնվում է քարոզչական այս ընթացքի մեջ, մի մանկատանսան նվիրել էր տեսախցիկ, այդ լուսանկարը այդ նվիրելու հրապարակել էր եւ հակակոռուպցիոն կոմիտեն որևէ գործողություն չէր ձեռնարկել այն դեպքում, երբ նրանք գաղտնալսել էին Ուժեղ Հայաստան կուսակցության անդամի ուրեմն հեռախոսազրույցը եւ նրան բերման ենթարկել այն այսպես շակերտների մեջ մեղադրանքով, որ պատերազմի 100-ամյա վետերանին ծննդյան առթիվ պետք է հեռուստացույց նվիրեր եւ չեր հասցրել ավելի շուտ նվիրել եւ հիմա էր որոշել այդ հեռուստացույցը նվիրել, նույն իրավիճակն է, լրիվ նույն իրավիճակը, բայց որևէ իրավական հետևանք չեղավ եւ այստեղ էլ բնականաբար որևէ իրավական հետևանք չի լինելու, բայց շատ գնահատելի է այն ուսուցիչների անկեղծությունը, որոնք ավտոբուսներով բերվել էին այդ հանրահավաքին, նրանցից մեկի հետ մեր Նյուզայմի գործընկերներն են զրուցել, առաջարկում եմ լսենք։ Կասեմ, որ դա խախտում է դասի ժամին եկել եք։ Չենք կարա մեր վարչապետին չկանք դիմավորենք, դրա համար մենք կջատեցինք ժամերը։ Բոլոր ուսուցիչներով եք։ Այո, հանուն Փաշինյանի։
Բոլոր ուսուցիչներն են ցանկանում։ Այո, բոլորը։ Իսկ տնօրենը։ Այո, մանավանդ մեր տնօրենը։ Աշակերտներին ունեք ուղարկի։ Աշակերտներին տուն ենք ուղարկել։ Իսկ տնօրենը ով է անհասկանում։ Աննա Վարդանյան։ Նախապես էին ձեզ ասել ոնց է գալու։ Տեսանք միկրոավտոբուսով։ Այո, մենք նախապես պատրաստվել էինք, սպասում ենք այսօրվան։ Իսկ դա դպրոցի միկրոավտոբուսն է, թե մարզպետարանն է։ Ուղարկված է շրջենտրոնից։ Մեծ սիրով մեր դպրոցի ուսուցիչները մեծ սիրով մասնակցում են եւ բոլորս պարտավոր ենք, որ մեր վարչապետին ընտրենք։ Տիկին Գրիգորյան, դուք ինչքան աշխատավարձ եք ստանում։ 90,000։ Դե ճիշտ է, ոչ են, բայց դե ոչինչ։ 90,000-ով կապեք։ Կա յոլա ընկնում այն։ Յոլա գնացող մեր հայրենակիցների մասին դեռ կխոսենք, այս թեմային անդրադառնանք, մինչև այդ դպրոցները, կրթական հաստատությունները քաղաքականությունից դուրս պահելու բարձրագույն հայտարարությունները մենք հիշում ենք այս իշխանության եւ նրանք ինչպես էին այսպես էմոցիոնալ բորբոքված կրքոտ քննադատում նախորդ իշխանություններին, հայտարարելով որ համալսարանները, դպրոցները ամեն ինչ քաղաքականացվել է եւ հիմա նրանք ուղղակի այսպես օրը ցերեկով բաց ավտոբուսներով հավաքում են ուսուցիչներին ու գյուղերից բերում ապարը։ Այո, դա վարչական ռեսուրսի չարաշահման օրինակ է, որքանով ցավալի է այս ամենը, որովհետև թե Նիկոլ Փաշինյանը, թե իրենց ընտրող ժողովուրդը հենց այդ ամենի դեմ էին պայքարում, որ չլինի նման բաներ երկրում, բայց տեսնում ենք ավելի կազմակերպված կերպով է դա տեղի ունենում։ Կրկնեմ, էլի մեզ շատ սիրելի փիլիսոփաներին մեծ բազմությունը եւ ծապտվող երեխաների պատկերը ստեղծում է լեգիտիմության եւ ապագայի պատրանք է, իսկ փիլիսոփաները սա կոչում են մարդուն որպես գործիք օգտագործելու սեփական նպատակների համար, ինչ ճանաչելի է ժողովրդավարության ժամանակ։ Ես չեմ դադարի ցիտել հայտի փիլիսոփաներին։ Այսօր որոշել ես անդրադառնալ փիլիսոփաներին իրականությունից կտրվելու, հա, մի փոքր ավելի նյարդերը հանգիստ պահելու համար։ Փորձում եմ ցույց տալ, որ այս ամենը նոր չէ կատարվողը եւ դա դարեր առաջ եղել է եւ կրկնվում է ուղղակի, պետք է ուղղակի ուշադիր լինել եւ ստուգել ամեն բան, ինչը ասվում է եւ չտրվել էմոցիաներին, զուտ այդ նպատակով եմ ցանկանում ասել, որովհետեւ որևէ նոր բան տեղի չի ունենում ոչ մեր երկրում, ոչ էլ աշխարհում։ Ես համաձայն եմ, որ որևէ նոր բան տեղի չի ունենում, բայց ես իրականում շատ մտահոգ եմ այն դպրոցների համար, որտեղ դասավանդում են ուսուցիչներ, ովքեր որ ունեն նման տեսակի մոտեցումներ ընդհանրապես պետությանը եւ քաղաքականության եւ քաղաքական գործիչներին, այդ վերաբերմունքը, որ մենք պարտավոր ենք ինչ որ մի բան պետության ղեկավարի համար, մենք իրականում ոչ մի բան պարտավոր չենք պետության ղեկավարի համար, որովհետեւ պետության ղեկավար դառնալը ինչ որ մեկի դասեփական ցանկությունն է եղել եւ ինքն է հայտ ներկայացրել ու մեզնից քվե խնդրել։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, նրանք մեր աշխատողներն են եւ պետք է այնպես որ մենք նրանցից միայն պետք է պահանջենք, այլ ոչ թե մենք ոչ մի բան պարտավոր չենք նրանց համար անել, ինչ վերաբերում է ուսուցչի աշխատավարձին 90,000 եւ նայել ասում է որ յոլա ենք գնում։ Այստեղ մի հետաքրքիր իրականություն կա, զուգահեռ իրականություն, որը այս պահին քարոզարշավի ընթացքում տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդը այս ընտրապայքարում ամենամեծ ընդդիմադիր ուժը Ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ յոլա գնալու ժամանակները ավարտվել են Հայաստանում եւ հիմա պետք է տեղի ունենան մեծ փոփոխություններ եւ մարդիկ ստանան արժանապատիվ աշխատավարձ, որևէ մեկից կախված չլինեն, որևէ պետական պաշտոնյայից։ Ես առաջարկում եմ, որ մենք այս բանին լսենք Նարեկ Կարապետյանի խոսքից մի հատված։ Յոլա գնալու ժամանակը ավարտվել է։ Եթե ուզում ենք լավ ապրենք, պետք է գտնենք մարդ, ով գիտի լավ ապրելու ձևը, ով արդեն այդ ճանապարհը անցել է։ Ու Հայաստանի հաշիվ մի կոպեկ չի աշխատել ժողովուրդ։ Մի կոպեկ ինչ եղել է ուղարկել է վերջի 15 տարվա մեջ մեր երջանկայիշատակ հերոս Կրկրկոյանից հետո ամենաշատ բարեգործություն արած հայն է։ Ով չի տարել, երբ իշխանությունը մի բան է անում, նա դրա համար պարգևավճար է ստանում, միլիոնավոր դրամներ։ Այդ մարդը Կարապետյանը ինչ արել է իր հայրենիքի համար։ Ոչ ասել է, մենք ձեզ փոխանցել գրքույկներ են իր կատարած աշխատանքից։ Ոչ հայտարարել է դրա մասին։ Մենք հասցրել ենք մեր թոշակառուներին այն օրին, որ 10,000 դրամը կարևոր է իրանց համար արդեն։ Դա մեր ամոթն է։ Պետք է փոխենք մեր երկիրը, փոփոխություն բերենք։ Ու մենք
գնում ենք այս ճանապարհով, ինչ էլ լինի, գնալու ենք այս ճանապարհով։ Եթե դուք աջակցեք, եթե ձեր շրջապատին պատմեք այս ամեն ինչը, Հայաստանին սովորացնեք ոնց Հայաստանը հայկական պահել։ Մենք հաղթելու ենք, օգնենք իրար։ Այստեղ երևի ընդհանրապես պետք է հիշեցնել, որ ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է, Սամվել Կարապետյանը, որը հիմա տնային կալանքում է եւ նայել իր հերթին տանը հանդիպում է քաղաքացիների խմբերի հետ, այսպես տարբեր մարզերից եւ ինչն էր պատճառը հիշեցնելու, որ նա աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է, որ նրանց ներկայացրած այս ծրագրերը ոչ միայն արժանահավատ կարող են լինել, այլ նաեւ դրա հետևում կա ռեսուրս, որով հնարավոր է իսկապես իրականացնել այդ ծրագրերը։ Այո, շատ կարևոր է, որովհետև հենց պոպուլիզմին հաղթելու միակ միջոցը դա փաստերն է եւ սառը դատողությունը առանց տրվելու էմոցիաներին, որովհետև եթե հասարակության յուրաքանչյուր անդամ սկսի ստուգել ուղակի հայտարարությունները եւ որքանով է դա համապատասխանում իրականությանը, այդքան էլ հեշտ չի լինի մանիպուլացվել եւ հեշտ կլինի արդեն սառը դատել, տեսնել թե որ ուժին կամ որ ինչ տիպի իշխանություն է ցանկանում տեսնել երկրի։ Եվ հետաքրքիր է, որ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը իր նախընտրական ծրագրի մասին գրեթե չի խոսում, չնայած ինչպես գիտենք դա կա, գրված է, բայց երեք էլ ասացինք, որ գուցե նրանք մտավախություն ունեն, որ այս նախընտրական ծրագիրն էլ ուղղակի չեն կարողանալու իրականացնել, դրա համար փորձում են հնարավորինս թաքցնել, թե ինչ նախընտրական ծրագրով են գնում այս քարոզարշավին, փոխարենը խոսում են ինչ որ աշխատանքների մասին, որոնք արվել են պետական բյուջեի միջոցներով եւ արվել են մեծ արտաքին պարտք կուտակելով մոտ 14.5 միլիարդ դոլար է այժմ հաշվում Հայաստանի արտաքին պարտքը։ Ի տարբերություն այս ուժի, ուժեղ Հայաստան դաշինքը շատ կոնկրետ ամեն մարզում, ամեն քաղաքում, ամեն բնակավայրում ներկայացնում է, թե ինչ աշխատանքներ ունի այդ տեղ անելու եւ եթե Նարեկը երեք իրենց ծրագրերը պատմում էին Հայաստանի հյուսիսային դարպասը պահող ուրեմն Շամշադինի տարածաշրջանում, մեկ օր առաջ նրանք հարավային դարպասը պահող Մեղրիի տարածաշրջանում են եւ ներկայացնում են, թե Մեղրիում ինչ ծրագրեր ունեն եւ ինչպես են փորձելու զարգացնել այդ տարածաշրջանը Իրանին հարևան մեր տարածաշրջանը եւ առաջարկում եմ այդ հատվածն էլ Նարեկի խոսքի լսենք։ Ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանը Իրանի հետ է սա, բայց որևէ անգամ Հայաստանը սա չի օգտագործել։ Հայաստանը, Վրաստանը կլինեն տարանցիկ ուղի Պարսկաստանից դեպի Ռուսաստան։ Ամեն տարի համարյա 1 միլիարդ դոլարով իրանց շրջանառությունը ավելանում է։ Մյուս բանը, գազը իրանց բերելու ենք, էլեկտրականություն ենք իրանց տալու, նավթը բերելու ենք։ Դուք չեք պատկերացնի շարժա սկսվում։ Այս տարածքը իմացեք աշխատավարձի խնդիր չի ունենալու, տների խնդիր է ունենալու։ Եվ իսկապես այս ծրագրերը, որոնք որ ներկայացվում են ուժեղ Հայաստան դաշինքի կողմից, բնականաբար ինչպես արդեն նշեցինք, ոչ միայն ծրագրերն, այլև այս ուժը ունի ռեսուրսները դրանք իրականացնելու եւ ինչպես որ խոստանում են, փոփոխություններ են գալու Հայաստան, եթե ամսի 7-ից հետո նրանք կարողանան Հայաստանում ձևավորել նոր իշխանություն։ Եվ կարծես թե փոփոխության ժամանակը հասունացել է եւ ցանկալի կլինել առհասարակ ազգային ժողովում տեսնել ավելի շատ կուսակցություններ, ոչ թե միանձնյա ղեկավարում, որովհետեւ վաղ թե ուշ դա բերել է որ նման խնդիրներ ինչպես մենք տեսնում ենք այժմ։ Այո, եւ ընդհանրապես փոփոխություններ ունենալու համար այս փուլում մեր քաղաքացիները պետք է պարզապես շատ ակտիվ լինեն եւ հունիսի 7-ին շատ ակտիվ մասնակցեն ընտրական գործընթացին, գնան ընտրության, ընտրական ակտիվությունը շատ բարձր լինի, ինչպես որ այն բոլոր այն երկրներում էր, որտեղ որ վերջին շրջանում տեղի ունեցան իշխանափոխություններ, նոր իշխանություններ ձևավորվեցին եւ իսկապես Հայաստանին հիմա կարծես թե օդ ու ջրի պես է անհրաժեշտ փոփոխություն, նոր իշխանություն, նոր մոտեցումներ, որովհետեւ այն մարտահրավերները, որոնք մենք ունենք, մեր արժեվ ծառացած են վերջին հատկապես 8 տարվա ընթացքում, այս իշխանությունը, որը որ գործող է, նրանց մոտեցումները մենք արդեն գիտենք, թե ինչպիսին են եւ կարծես թե դա մեր հասարակության մեծ մասին չբավարարող մոտեցումներ են, չգոհացնող մոտեցումներ են եւ դրա համար մեզնից ընդհանրապես պահանջվում է հունիսի 7-ին շատ ակտիվ լինել ու մասնակցել ընտրությունների։
Այո, եթե պատերազմը պարտվում է, պարտադիր չի, որ պարզվի դու սխալ ես, ինչպես նշել էր մեր արդեն եւի նախկին գոլեգա Կարպիս Փաշյանը, եթե պատերազմը պարտվում է, չի նշանակում, որ դու սխալ ես։ Ուղղակի հանգամանքները այդպես լինում են եւ նման ինքնության փոփոխությունները շատ սխալ դիրքորոշում է եւ այո, նրանք չեն բարձրաձայնում այդ ամենը, որովհետեւ հասարակությունը չի աջակցում այդ ամենին։ Մենք չենք տեսնում օրինակ եկեղեցու ազատումը կամ ազատագրումը, ինչպես նրանք էին ասում, կամ փրկումը, որը նրանք ավելի ակտիվ իրագործում էին եւ այո, ինչպես նշեցիր, չկա տեսլական որպես այդպեսին եւ ուղղակի էմոցիոնալ ճառերով են փորձում հետ բերել այդպես եւ կհամախմբել մարդկանց իրենց շուրջ։ Այո։ Շարժվենք առաջ եւ մեր հաջորդ թեման։ Թրամփը Իրանի հարցում Չինաստանի կարիքը չի զգում, սակայն այցելելու է Չինաստան բարձր մակարդակի հանդիպման։ Թրամփը իր ոճի մեջ շարունակում է քաղաքականություն վարել, ուղղակի իմպուլսիվ հայտարարություններով կրկին։ Այսօր ժամանել է Պեկին, մեծ շուկով ընդունել են նրան, սակայն հետաքրքիր է, որ Չինաստանի նախագահը չի ընդունել նրան, այլ ներկայացուցիչներն են ընդունել։ Դա կարծես թե դիվանագիտական ժեստ է, կարելի է ուշադրություն դարձնել։ Իսկ այդ ընթացքում, ինչ Իսրայելը Լիբանանում հարվածներ է հասցնում, Իրանը սկսում է այդ տարածաշրջանը Հորմուզի նեղուցի, արդեն օրենքի շրջանակում սեփականաշնորհել։ Հետաքրքիր է նաև իսկ Չինաստան այցը նրանով, որ այստեղ պետք է լուծվի մի քանի հիմնական խնդիր, մեկը Հորմուզի նեղուցի եւ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամն է եւ մեկը Թայվանինը, որովհետեւ հակամարտությունը կարծես թե բոլոր փուլերով եկել է փակուղի եւ հնարավոր չի լինում լուծել։ Տեսնենք հանդիպումը կարծես թե վաղն է լինելու, ավելի ամփոփ կերպով վաղը կարող ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ քննարկեցին ղեկավարները։ Այո, շնորհակալություն, կհետևենք իրադարձություններին, շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, մեզ հետևելու համար կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Ինչ նոր հանդիպում։